Այն որ ասում եք, բա երբ ես տան աշխատանքները սկսելու անել, այ հիմա ասեմ, անցած տարվա նոյեմբեր ամսից սկսել եմ այդ աշխատանքները իրականացնել, հեսա գնանք պատմեմ, թե ինչ աշխատանքներ եմ արել, ոնց եմ այդ որոշումները կայացրել, ինչ խնդիրների միջով եմ անցել։ Ու եթե ունեք հարցեր, ներքևում կոմենտներում գրեք, մեծ սիրով կպատասխանեմ։ Իսկ հիմա գնացինք ցույց տամ։ Եվ այսպես բնակելի հատվածի կառուցումը սկսելուց առաջ պետք էր հասկանալ, թե ինչպիսի նյութեր կարող ենք օգտագործել եւ թամության տեսանկյունից եւ թեթևության, քանի որ այս ամեն ինչը շարժական է լինելու։ Նախ ինչ տեսակի նյութեր կար, որ կարելի էր օգտագործել։ Ամենահին շինարարական նյութը դա փայտն էր, երկաթ, ալյումին, այնտեղ կարելի էր սենդվիչ պանել օգտագործել, որը կարող լիներ եւ թե մետաղական հիմքով եւ թե փայտից, որը միաժամանակ նաեւ հանդիսանում էր ջերմա եւ ձայնա մեկուսիչներ։ Իսկ մինչև նյութերի ընտրելը պետք է նաև հասկանալ, թե ինչպիսի պահանջներ ունենք, հստակ ձևակերպել այդ պահանջները եւ փորձել դրան համապատասխան նյութային բազա ստեղծել գտնել։ Ես ինձ համար նշել եմ մի քանի շատ կարևոր կետ, պետք է լիներ այնքան ամուր, որ եթե Աստված չաներ, որ մոտ 7-8 տոննա բեռնվածության մեքենան շուռ գար, միջին մարդուն ոչ մի տիպի վնաս չլիներ։ Երկրորդ պետք էր հնարավորինս թեթև լինել, քանի որ շարժական էր լինելու, պետք է լիներ մատչելի նյութերի տեսանկյունից, իր հետ աշխատելը պետք է շատ ռեսուրսատար չլիներ ու իրանից պիտի բարդություն չենթադրեր իր հետ աշխատելը։ Նախ փայտը միանգամից դուրս է գալիս, քանի որ ինքը այդքան ամուր չէր, երկրորդ ինքը էժան չէր, նույն ամրության համար պետք էր ավելի մեծ քանակության փայտեր պետք օգտագործել, որը շատ ավելի ծանր, որովհետեւ թեթև լիներ, լուծում կլիներ, որ եթե փայտից թեթև կոնստրուկցիա ստանայինք եւ իր հիմքի վրա սկսենք ցիկլոտկանից ու կարբոնից էբոքսիտով ամրացնել ու տիրան դարձնել ավելի ամուր։ Այս ամեն ինչը շատ ավելի ժամանակատար կլիներ ու թանկ։ Իմ ուզած ամրությունը կարողանայի ստանալ այդ տվյալ նյութային բազայից, ասենց ասած։ Ու նմանատիպ մի լուծում տեսել եմ մի ռուս տղայի մոտ, ով փորձել էր դվտից ֆանարայից, ասենց ասած, կտրտեր ստանալ ֆորմա թեթևացներ, հետո ցիկլոտկանով ու էբոքսիտով փորձել էր պատ ստանալ, վիդեոն ներքևում կդնեմ, կարող եք տեսնել։ Այստեղ մնում էր ալյումինի օգտագործում կամ երկաթի, բայց քանի որ ալյումինի հետ աշխատանքը ավելի բարդ է, ալյումին զոդելը ավելի ռեսուրսատար էր, իրան հետ աշխատելը ավելի մեծ գիտելիքներ է պահանջում, ավելի մեծ փորձ է պահանջում։ Երկրորդ ալյումինյա բալկանը ձեռք բերելը ավելի դժվար ու ավելի թանկ էր, հատկապես Հայաստանում։ Դրա համար ալյումինը միանշանակ դուրս ենք անում։ Այստեղ նաև տարբերակ էր սենդվիչ պանելների օգտագործումը, բայց ինքը ավելի շատ ստատիկ կանգնած վիճակով կառույցների համար է նախատեսած, որովհետև այդ իրենց միացումների հատվածը դինամիկ շարժումներից ինքը հաստատ ժամանակի ընթացքում խնդիր էր առաջացնելու, ինչքան էլ ես մետաղական կոնստրուկցիա ստանայի, պատերը փորձեի դրանով անել։ Կա հիմնականում մեծ էքսպեդիցիոն ավտոտները պատրաստում են տենց հենց սենդվիչ պանելներից մեծ, սարքում են մեծ սենդվիչ պանելներ ու կողքային կարկասը տենց հացվող ինչ որ պրոֆիլով հավաքում են։ Բայց ես այդ հնարավորությունը չունեի ու երկրորդ ինքը շատ ավելի թանկ է լինում։ Ու որոշում եմ, որ այս կողմ են կողմ չեմ ընկնում, նոր հեծանիվ չեմ օրնում ու վերցնում եմ լրիվ մետաղական կոնստրուկցիա եմ անում, ասենց ասած մի հատ մոնոլիտ մետաղական կոնստրուկցիա եմ ստանալու զոդելով։ Ու սկզբի համար օնլայն հաշվի չեմ գտնում, որով մոտավորապես հասկանում ինչ հաստության պրոֆիլ եմ օգտագործելու, ինչ չափերի մեջ, ոնց է դիմանալու այդ բեռնվածություններին, ընդհանուր ես հաշվարկ էի անում, որ մոտավորապես 50 տոննա, եթե ստատիկ ինքը բեռնվածության դիմանա, ուրեմն այդ կոնստրուկցիան իմ ուզածը կստացվի, կաշխատի։ Ես դե տրամաբանությամբ որոշում եմ, որ 60-60-ի պրոֆիլով եմ անելու, ինչ որ հեռավորության վրա սկսում եմ այդ ամեն ինչը նախագծել, չեմ հիշում է ժամանակ 7 կամ 8 սեկցիայի բաժանել, ըստ դրա ոնց որ նախագծել էի։ Ու մոտավորապես դա հասկանում եմ, որ քաշ տենց 1 տոննայի մոտերքն եմ ստանալու, ու բացի այդ էլ երբ որ ես իրա վրա երկաթից լիստ էի կպցնելու, այդ էլ իրա էր ամրացնելու, այսպես ասած։ Հետո քաշում եմ iPad-ի վրա Sharp 3D ծրագիրը ու սկսում եմ իրանով գծագրություն անել, այդ մտածածս փորձում եմ գծագրի վերածեմ, որպեսզի կարողանամ, չգիտեմ, գտնեմ մարդ, ով որ հաշվարկ կանի, հասկանանք այդ ընդհանուր կոնստրուկցիան ոնց է աշխատում։ Ու սկսեցի մասնագետման գալ, որպեսզի այդ գծագրը կարողանամ հաշվարկ անել ու հասկանանք արդյոք ճիշտ եմ մտածում թե չէ, տեղ կա, որ օրինակ ավելորդ թեմ, ասենք այդ նույն ամրության պրոֆիլ օգտագործել, տեղ օրինակ այդքան բեռ չի գնում, կարելի է ավելի քիչ հաստության պրոֆիլ օգտագործել։ Ու մարդ է ման գալիս այստեղ Հայաստանում, սկսեցի ծանոթներին զանգել, հասկանալով կարողանա անի ու սենց հայերից հիմնական մեծ մասը հրաժարվեցին, ով էլ որ գիտեի կարող աներ,
չուզեցան սենց ասած գլուխները դնեին նոր գլխացավանքի տակ ու սենց հայավարի մի հատ բան եմ նկատել, որ մարդիկ ինչ որ գիտելիք են տիրապետում կամ ինչ որ չափով գործ են կարողանում անեն, դրանից ավել իրանք նոր բան չեն էլ ուզում սովորեն, չեն էլ ուզում առած լինեն, բայց ստեղ հայ լինելու մի հատ շատ լավ կողմ կա, որ հատկապես մեր սփյուռքի հայերը պատրաստակամ են օգնել սովորացնել ու կիսվեն իրանց գիտելիքով։ Քանի որ չէի կարողանում մարդ գտնել, Facebook-ով post արեցի, որը սենց մարդ եմ ման գալի։ Ընկերներիցս Սարոն ծանոթացել մի շատ լավ հայ է, ում անունը Սերգեյ է, ինքը ուրեմն աշխատում էր Airbus ընկերությունում հենց ուղղաթիռների ֆյուսելաժի նախագծման բաժնի ղեկավարն էր, հենց այն մասնագետներ, ում ես ման էի գալիս։ Սերգեյն պատրաստակամություն հայտնեց լրիվ անվճար ինձ օգնել, բացատրել թե ինչա պետք, ոնց է պետք։ Մի խոսքով տես մոտ 2 շաբաթ Սերգեյի հետ մենք նստած, ես գծագրում էի իրար այդ երեկոները թեստ ենք անում, հասկանայինք ոնց է, ճիշտ եմ նախագծել, կարելի է ինչ-որ տեղ պրոֆիլները հաստատցնել, բարակացնել, դրանից հետո գնում եմ մատերիալն եմ բերում ու սկսում եմ սենց ասած թղթից դարձնել իրականություն։ Գնացինք ցույց տամ։ Վրայի կոնստրուկցիայի աշխատանքներ անենք, այս մատերիալ 3 բերել ենք, մոտ մի 10 օր այս սրա հաշվարկներ ենք արել, թե ինչ աստիճան պրոֆիլներ տարբեր ընդհանուր փոփոխություններով ընտրությունը կանգնանք սրանց է։ Ստեղ հարցական մաս ունեմ, թե այստեղ ինչ պետք է անեմ, այս հիդրո ուժեղարարի պնևմոգիդրոուսիլիցել է պգոյի, այսպես ասած, կոնուսի էս, թե ոնց պետք է անեմ, որ այստեղ չխանգարի։ Այսօր կփորձեմ այս վրայի պլատֆորմը ունի կարկասը սարքեմ, այսինքն այս սրա չափերով կտրեմ, անկյունային բաները գլխների դնեմ։ Դրանք մնացածը ինչ կլինի ու այստեղ նաև հարցական է մնում այս կապերի պահը, թե ոնց պետք է ճիշտ կազմակերպեմ անեմ, որ ինքը համասվալի ձևով ալնելու, որ բարձրանա ու դե վերևից արկովին չխանգարի, որ այս կապինգն բացի, այսինքն այս ընդհանուր կոնստրուկցիան այսպես բարձրանալու է վերև ու էսի բացվի, հետո փակվի։ Նախապես ում ներողություն խնդրեմ, տեղ-տեղ կամերայի որակը փոխված է եղել, չեմ նկատել, ուստի որակը վատն է ստացվել։ Այսօր ամսի 28-ն է, 3 օր արդեն սկսել եմ աշխատել այս ամեն ինչի վրա, սպասվածից ավելի դանդաղ է եթում, բացատրեմ թեխի, այս պրոֆիլները քանի որ երկար է ու հիմնական կարևոր մասն է սա, ոնց որ հիմքն է, մնացածը դրա վրա է կառուցվում, առաջ օրեսի սրա հետ դրեցի, ընդը դրեցի են վերջը, դուրս չեկավ, նորից պոկեցի, նորից արեցի, երկրորդ օրն էլ էլի արեցի, այս 5 մետրի վրա ոնց էլի մի աննշան ինչ-որ շեղումներ է տալի, դրանք փորձի հասցնեմ մինիմալին, այսօր ոնց որ այն գլխներն եմ արել, ուզում եմ այսօր այս գոնե այս ճղերը, արանքի կապերը դնեմ, այսը կդրտե զակատովքեն արել եմ, էսի, այս կողքերինն է, այս մեջտեղներինն է, հիմա ինչ եմ ուզում անեմ, հիմա պետք է ոնց որ բարակ պրոֆիլ գտնեմ, նուշոբիլար կդնեմ, որ սրանը հավասար կպնի ու դնելով այդ համ խնդիրն է, որ այդ մեծության սենց շմոգներ չունեմ, որ հաստ պրոֆիլով փորձեմ դնեմ, օրինակ այս սրա վրա մի բոյ դնեմ ու սկսեմ ձգել, այսօր ոնց որ կանեմ, սվարդկա կանեմ, թեթով պերեխվատկեք կանեմ, սենց ասած, մնացածը հետո կերևա, լվոր այս ապարատով եմ անում, եռաֆաս, ցեոն քանի որ դուստ եմ անում քամյա, ցեով մի քիչ ենչի, երկրորդն էլ ձեռս այդքան վարվ չի ցեոին, տենանք ոնց կստացվի, գնացինք։ Ինչ ենք արել, այս ընթացքում պրոֆիլներն եմ հասցրել սվարկեմ, 10-ից
9.5-ից 10-ից սկսել եմ գործը, հիմա 2.5-ա, հեսա, այս կոմը լրիվ եմ արել, այս սարանքներն եմ սվարտկել, դրանք իրար մոտիկ-մոտիկա, այս սարանքներն իրարից ավելի հեռու է, որովհետև ամբողջ էներգիան սենց ասած այս կպնելու տեղերից է դուրս գալի, որ թեստ ենք անում, հասկացանք, որ այս ամեն ինչն ավելի պետք է իրար մոտիկ անել, իսկ ստե հեռու, որտև սենց ասած թեստ անելուց այս մասերը չր ճկվում, չր լարվում, հիմա ինչ եմ պլանավորում, քանի որ բոլոր երկաթեղենի, հաստ երկաթեղենի կտրել եմ, զագատովկեն արել եմ, մնում է հիմա այս անկյունային կարկասները սարքեմ դնեմ տեղը, այսինքն այսօր կստացվի, որ կունգս պետք է որ պատրաստ լինի, չգիտեմ, ունեմ մոտավորապես 3 ժամ ժամանակ գնաց ոնց որ 3-4 օրը մտածում եմ, որ սրանք կասցնեմ, կպցնեմ ստե իրա տեղը, ասենց, բայց հետո պապայի հետ քննարկման արդյունքում թեստակի կապերը սարքեի նոր մնացածն անեիր, ստեղ պետք է պեդլիայոտ կապեր լինի, ստե մեկ էլ դեմը, որոշեցի, որ պետք է այդ կապերով զբաղվեմ, 3-4 օրը գիշերն սկսեցինք աշպարկ անել, Տենց ուշ քնա, երեք չստացավ շատ գործ անել, այսօր նախատեսել եմ, որ պետք է այդ կապերը սկսեմ սարքել, այս ստել պապան մի հատ կամպրեսատոր է սարքում փչվածքի համար, հիմա ինչ է նախատեսում անեմ, պետք է սրանք ծակեմ, այսա սրա համար հատուկ սենց սվերլ եմ բերել, մի սրա խնդիրն է, որ պետք է կարողանամ ցենտր անեմ, որ համես կողմը այն կողմը իրարը ցենտրով ծագվի, հետո ստե սենց լեն շայբաներ պետք է տաշեմ, դնեմ ստե սվարտկեմ, նույնն էլ այս կողմից, հետո նույնը պետք է անեմ ուգոլնիկներով, ու որոշել եմ օգտագործեմ այս շվիլերը ամենասկզբից մտածում եմ ուգոլնիկով կանեմ, բայց ճիշտ է այս շվիլերն օգտագործելն է, ստե ծակեմ էսի էլ երկու կողմից, դրանք է շայբա կդնեմ, գնացինք աշխատելու տնենք ինչ է ստացվում, դրանք մի քիչ խառը վիճակ է, հավաքում եմ, ամեն անգամ խառնվում է իրար։ Իրականում մեկ-մեկ զարմանում եմ, թե ոնց են տնեցիքը ինձ այսքան հանդուրժում, մի անգամ էլ ոնց որ տուրբինի տրուբան չէի ձգել տեղը մատորը խոդեցի ու ամբողջ յուղը լցվել էր բակով մեկ, ու հա տնեցիքից շատ շնորհակալ եմ, որ այսքան ինձի հանդուրժում են, այսքան գործ կարողանում եմ բակի մեջ անեմ։ Այս սրանք տաշի ստացա, ամեջ ամդուս, սենց աշխատում է, հիմա ստրանք պետք ծագներ անեմ, ծիծիկների տեղերն անեմ ու սվարտքեն։ Սալես գնաց ուժը 2, 4, 5, 6-րդը վրեն է, այս մեկն էլ տաշել եմ, մնացել է այս մյուս կողմից, այսինքն թատում եմ տաշված կանելու, արդեն լացս գալիս է, գնացինք լավ, ժամը քանիսն ալ է, 20:50 Всё, վերջապես սրանք տաշել եմ, այս լրիվ պրծել եմ, դաժե էսա յուղմաս մասկեքի ռզբեքը անեցի, որ ստե ծիծիկ ձգենք, մնաց այս երկու հատը,
Ես էլ նավսեկի թողել եմ վերջի մեջ չափերը կտաշում կստանամ, այս մեկն էլ այս մեկի մեջ մոռացել է այս մեջը անեմ, դելես մի քիչ կապեմ կանեմ։ Հիմա ինչ ենք անելու։ Պետք ոնց որ այս կտրեմ ստանամ եռանկյուն, այս գործ անեմ, այն մի հատ հավաքեմ տեղը լտեսնեմ ոնց ալնում ու շարունակեմ ուսամ այսօր տակի պլատֆորմից կպրծնենք։ Նու պետլիների մասն էլի, հələ պետք է պլատֆորմներ շուրտանք, տագները սվարտենք։ Ուրեմն, այս վերջացրեցի, այսի մեկ, այսի նորերի արել, մնացել է սեսյանը բերել եմ, որ հետևը կտրեմ, այս մեկը, մենակ այս մեջինն եմ սարքե, այս էլ եմ տաշե, այստեղ կտրը անել եմ, դրել եմ, նորից բերել եմ իրար վրա, սվարտկել եմ, ես այստեղ, սրանք, սենց տաշի պրծա, այսօր արել եմ այս շվիլարներն եմ կտրել, դրանց ծակերն եմ հանի, այսինքն էլ չունեմ այս սրանով ծակ անելու, այս մի հատը ոնց որ 2.5 ինչքան էր առել եմ, ու ձեր պապետի տա 12 հատ, գտե 8-9 մմ ճանոց ծակել է, էլի 8 միջինով 8 մմ գցենք, սրա այս մասերը աստա, ստե բարակ, ասել 5-նոցա, ու վատ չր ալելա, բայց վերջինը շատ դժվարությամբ ծակեց, ու չգիտեմ այս սրելու ձև կա, թե չէ, այս սենց, սրանից էլ պրծանք, մնացածը վաղը, գնացինք քնելու, այսօր երևի վիդեոն մոնտաժ կանեմ, ու եղածը կլսնեմ պլանշետի մեջ, մնացածը արդեն վաղը կանեմ, ու պլատֆորմն էլ պետք է հանենք։ Եվ այսպես էլեկտրոդով լցել եմ, բայց տեղ այս մետաղը շատ ավելի կարծր է ու ճաքում է, չնայած հետո տաքացրած լցի, էլ ոչ մի խնդիր չէ, բայց հիմա մի հատ էլ ցեյով եմ ստրանք լցնում, 1/2, 2 հատ էլ դուսնեմ։ Ուրեմն, այսօր ուզում եմ այս պետլյանները կպցնեմ տեղը, ստեի ու հետևինը, բայց այս աբդրոս եմ կախել, որ այսի պետք է վեկալեմ տնեմ վրից ու շուրտեմ, բայց անցած անգամ ստեղ խնդիր էր առաջացել, այս հետևի ջրի պրոբկեն, չգիտեմ խի դուս էր եկեմ, պետք է եսի հանեմ ձգեմ տեղը, հետո նոր մնացած զբաղեմ։ Ուրեմն ստեղի պրոբկեն դուս էր եկել, թռել էր, ու ստեղի ջուր էր հեշտում։ Հիմա քանի որ հանել եմ կոմպրեսատորը, էսի պետք է նորից ձգեմ տեղը, մտածում եմ քանդել եմ, մի հատ նայեմ ընդհանուր պորշինի վիճակը ոնց է ու հավաքեմ տեղը։ Նագար կա, չկա, զազոր կա, չկա, ըստ դրա հավաքեմ տեղը։ Կոմպրեսատորը քանդի լվացի մակցի շատ լավ վիճակում էր, ստեղ այս բոլտի հետ կապված խնդիր կար, հանի որ ուզում էի քանդեի ջարդված ստիված սրանից թազն սարքեցի, որտեղ ուրիշ թելով է անել, ագին ժամանակ տարավ, հավաքել եմ տեղս դրանք սաղ ձգրտել եմ, հիմա մնացել է այս մի տրուբեն միացնեմ ստեղ ու ստեղ այս չէի դրե վաբշե, ու ժամանակավոր էր դրած։ Հիմա ինչ եմ ուզում անեմ, էսի ձգեմ տեղը նուստը սվարտկեմ իր համար տեղ սարքեմ, այս կախել եմ օդից, որ կանամ բրթեմ հետև, հետ անենք, ակումուլյատորները դնեմ խոդեմ ու ավտոն քաշեմ առաջ, գնացինք 2-3 ժամ ժամանակ ունեմ այսօր, բայց աչքից չեմ ասցնի սվարտ կանեմ, չգիտեմ։
Եվ այսպես մատորը կոմպրեսատորի հարցը լուծեցի, ջրերը լցրել եմ մեջը, չնայած հետո պիտի բերեմ փոխեմ անտիֆրիզ լցնեմ, քանի որ ցուրտ դառնալու կարա մեջը կուտակումներ լինի ջրի ու ինչ որ տեստատրակի դեպքում մատորը լրիվ լինում է գցելու։ Հիմա ինչ է ինձ մնում անելու։ Խոդը մոթերը լցվի, ավտոն քաշեմ առաջ, այս բերեմ մեջտեղ, ստեյից վերցնեմ ու շուրտամ։ Սվարկեմ հետ դնեմ տեղը ու կապերը արագ սվարկեմ։ Այսօր հուսամ կանեմ, որտեղ եկուս գործեր ունեմ, դեթամ Երևան, էստեի ու հետևի այն բանեն էլ, այս գծ սարկած ռամկեք այսպես ասած, այս դրանք կանեմ վերջապես կդնեմ տեղը։ Այս մի կողմից լրիվ այս ռյադները արել եմ սվարկեք, դրանք ամուր է եղել, բայց վիզուալ շատ վատ է, շատ ավելի շատ եմ լցրել, որ իմ ուզածը ստանամ, օրինակ էստե, հաստ մի քանի շարք լցել եմ, որ ասել իմ ուզածը ստանամ, ստեղ ավելի որակը բարձր է, ստեղ պատճառն ինչն էր, քանի որ ես պրոֆեսիոնալ սվարչիկ չեմ, այսպես ասած, էլեկտրոդը սենց է ապահում, որ այս պատը հալցնեմ, լցնեմ, ու ստեղ սրա վրա ավելի ցույց տամ, երբ որ սենց է պահում, ինքը այս վերևը երկաթ ավելի բարակ է, ստեղ շուտ էր հալվում, իսկ ստեղ չէ, անընդհատ ինքը բարակում լցվում է ներքև ու ես չէի կարում, ստեղ նորմալ շով ստանայի, հետո մի քիչ YouTube-ն ուսումնասիրեցի, հասկացա, որ Google-ը սխալ եմ պահում ու բավականաչափ չեմ եփում նոր քաշեմ, սենց չոր սկսում էր բլբլթալ, արագ քաշում է ու վատ շով էր ստացվում, հիմա կարծում եմ բավականին լավ սել, հաստ պատ եմ ստացել, հեսա, գնացինք, հիմա պարկցնեմ շուրտամ, սկսենք հակառակ անել, մինչև էդ էլ էլեկտրոդներս կբերեն։ Շուռ եմ տվել, այսօր ոնց որ սենց նոր բալգարկա եմ ակումուլյատորով զակաս հետև է Վալբրիսից, երկու հատ կար, երկու հատ է զակաս տվել, հիմա երևի, այս այդ երկուսից ընտրեցի ես, երևի ամենալավն էր այդ երկուսի մի չգիտեմ, սա կփորձարկենք, այս արանքները կակրած պտի տաշեմ սվարտքից առաջ, ու ցանկալի է էլի, գնանք համել ոնց է, գնացինք, իրականում ստեղ չգիտեմ, որ երրորդ օրն եմ գործանում, որովհետև սկզբում օրերը նորմալ հաշվում էի, վիդեոների մեջն էլ օրերը ասում էի, հետո տենց հաշիվս կորցրեցի կամ մոռանում էի ասել, արդեն հաշիվս կորել է, բայց ընդհանուր առմամբ օրինակ մենակ այդ կապերի տաշեր սարքելը մոտ մեկ շաբաթ տևել է, ձեր համար մի քանի վայրկյան է, այդտեղ մի շաբաթ սենց ոնց որ անընդհատ ամեն օր նույն գործը անում ես, մանավանդ նույն չափի նույն դետալ տաշելը, սենց որ զալետ գնում է։ Իրականում այս սվարտքը անելն էլ պակաս քիչ օր չի տևել, մի 3 օր երևի մենակ այս սվարտքն եմ արել դզել, սկզբում մտածում եմ լավ դեմ 2-3 ժամվա գործ է, բայց ահա, ես մի 3 օր մենակ այս սվարտքն եմ արել, մի կողմից սվարտքի ապարատներ տաքան, մի կողմից շատ էր գործը, տենց երևի մի պաշկի էլեկտրոդ եմ օգտագործել այս մենակ այս տակի կոնստրուկցիան սարքելուց։ Դե այդ ամեն ինչից հետո արդեն կապերը սարքած վերջնական այդ կապերը պնդացնում եմ ու սկսում եմ տեղադրումը կատարել, ինքը բավականին երկար բարդ պրոցես էր, քանի որ պետք էր լրիվ սենց ցենտր անել, մաքսիմալ հավասարաչափ, որպեսզի այդ սենց ասած տորսիոնի մեխանիզմը աշխատեր, ինքը ամբողջ կոնստրուկցիան 3 կետի վրա հիմնված լինելու, հեսա կտեսնեք ոնց աշխատում։ Հետևը պալեստները արել եմ, հեսա ցույց կտամ, այստեղ էս եմ անում Հիմա ստեղ մի քիչ հարցեր կա, մտածում եմ ու ըստ մտածելով ուզում եմ հասկանամ, այս դնեմ վերևից, թե այս նեղը դնեմ վերևից, հիմա ոնց որ կամեն, պիտի վերևում դնեմ կամեն, ստեղ հարցը թե այս պալեցի հանել մտցնելը ոնց կստացվի,
Այս ընդհանուր կոնստրուկցիան մոտավորապես 1.20 բարձրանում է վերև, իսկ ստեղ ես սարքել եմ, ճիշտ է, սարքեքը հələ գեշա չեմ տաշը չեմ ստացել սիունչի, դրանք վերեղպատկեք եմ արել, որ ես դրա հասկանամ ոնց աշխատում, հետո կամրացնեմ ավելի, այսքանը հետո մեկ չել պապա հետ եմ քննարկում հասկանամ այդ դիմացի հատվածը ոնց պիտի տեղադրումը կատարեմ, որ ձևով ավելի ճիշտ հեշտ կլինի հետո պալեց անել դնել ու սկսում եմ արդեն այդ ամեն ինչի svart կանել տեղադրել Ուրեմն այսօր ամսի 10-ն է, ինչև հիմա արել եմ այսքան աշխատանքը, այնսի լրիվ ամուր սվարտկել լցրել եմ, այսօր ինչ եմ ուզում անեմ, ստե շվիլեր եմ դնելու, սենց մի կողմը կտրած, այսինքն ուգոլնիկ եմ դարձնելու իրանից, այս ծակերի տեղերը պտի անեմ, այս սրանք, այս զակլոպկեքի, այս մի զակլոպկեն կկտրեմ կանեմ, ստե էլ բոլտով կձգեմ, նույնն էլ են կողմը պտի անեմ, որ այս դնեմ ստեղ սվարտկեմ իրանից, հետո այն մյուս պալավինքն էլ ստեղ որ միշին ստե տեղը պալեց մտնի ու դուրս գա, այսի պտի անընդհատ պալեց մտնի դուրս գա ու բան արվի, որ էսի բացվի, ստեղ խնդիրը այնա թե ոնց արվի, որ այս պալեցը, հետո որ այս սաղ հավաքած լինի, կարանամ մցնեմ հանեմ, մի քիչ ստեղ գործը բարդանում է, չգիտեմ, մի պա մտածում եմ երեք այս մյուս կողմից անեմ, բայց տենց հետ է եթեմ 50 սանտի, որը որ Heç չեմ ուզում, ուստե նաև հենց ռամի իրա կապի վրա է հանգնում, իսկ ընդեղ մեջտեղ հանգնում կարա այդ ռամի ֆունկցիոնալությունը խանգարի, խախտի ավելի ճիշտ։ Հիմա այստեղ ես սրանք պետք է քանդեմ, այս զակլոպկեքից փոկեմ, որ այսի կարանամ դնեմ տեղը սկզբից պետք է դրա վրա այս զակլոպկեքի անցքերն անեմ, որ տափակ նստի ստեղ այս կողմը սվերլեով արեցի 3 տվել էի մոտ հիմա 2000 դրամանոց տոտալ էի առե ստուպենչտի սվերլո այդ վաբշե բռավ զիբիլ էր մի հատ էլ 4000-նոց է առել, հա ֆիրման հիմա չեմ հիշում, չնայած չէ կհիշեմ այս սրանից Ինչեր յատո Այս բոլիմենի ավելի լավներ քան տոտալը բայց 1-2-3 հատը սենց սրանք ծակեր անելուց հետո վարի գնաց ուստի որոշել եմ սենց մի քիչ վատ ալնեմ անցքերը բայց դու սվարկի ապարատով անցքերը անեմ կամ լայնացնեմ չգիտեմ Ուրեմն ես ամեն ինչը ցենտր բերում եմ, սվարտկայում անում, տեղադրում եմ, հետո այդ ամեն ինչը նաև սվարտքում եմ հիմնական, ասենց ասած, կարկասի հետ, այդ ամեն ինչից հետո մի հատ վալն եմ տաշում ստանամ, որ ասենց ասած օս ունենամ այդտեղ այդ երկուսը իրար կապող ու այդ ամեն ինչից հետո որոշում եմ կայացնում արդեն դեմի, ասենց ասած, պատի կարկասները անկյունային ռամկան կանգնացնեմ Լավ, առաջին այս սյունը դրեցինք, ծոր սկսում է չափեր ներևալ, զետևինը մութա, չեմ հասցնի կմնա իքուց Այսօր էսի շատ ձաձեր կարեց, այս պետլայի սարքելը, քանի որ սրա հանել դնելը խնդիր էր Հիմա մի հատ ավտոյի այս անկյունների փոփոխությունը կնայեմ, տենամ ոնց է ստացվում կակրազը, այս դեմի կալունան կա Դեմի սյունը դրել եմ, այսօր էլ էսի կդնեմ ու վերևի այս իրա բաները կեթամ երկար բոյերը կեթամ ու երևի կսկսեմ ալկովի մասը անել, ընթացքում կհասկանանք Հա, կստաց ես բալգարկի մասին բան չասեցի Նու հարմար գործիք հա տաշվածներ բաներ անելու, բայց տենց եսին որ կտրված բան անես կտրում է, բայց
Որ երկար չես կարա սրանով կտրված կանես, շուտ նստում է ու այդքան մեծ զորություն չունի։ Այսքան է։ Իրականում էսի գործը ներևացող մասերից է, որ արդեն մի օրում գործս անում, մեկ էլ sense ինչ որ ահագին արդյունք է երևում, sense ասած այն ամենասիրվող մասերից է, որ սկսում է արդյունքը տերևալ եւ թե վիդեոյով եւ թե հենց վիզուալ, երբ որ դու նայում ես։ Այսքանն արել եմ, բայց մի տեսակ չափերը շատ ահռելի է ստացվում։ Գցի բռնի պապայի հետ ոնց որ որոշինք մի 10 սանտի все-таки կարճացնեմ, հիմա այն անկյունը պետք է ամրացնեմ, ամբողջ կոնստրուկցիան մի 10 սանտիմետր իջացնեմ ներքև։ Տաղագին չարչարանքը շատանում է, ու մենակ դա ալկովի հատվածն է, էլի քչանեմ։ Որտեվ սենց 260 է բարձրությունը, դες դառնալու է 250։ Ալկովի մեջն էլ, ասենք, մի 80-ի տեղը դառնալու է 60 սանտի, էլի ազատ տարածքը, մի քիչ նեղված կլինելու։ Բայց դա ինձ թվում է տանելի կլինի։ Գնացինք, այդտեղի ենք անում նաև այն բանի համար, որտեղ դեմը ռեսորները պետք է մի քիչ բարձրանա, վերև արևային պանել բան, все-таки շատ բարձր է կանգնում էլի։ Ու հա, գործի ամենաչսիրածս պահերից մեկն է, երբ որ ինչ որ բան արել է, շատ լավ է արել, մեկ էլ ինչ որ կարիք է լինում փոփոխություն կատարելու, որ անտեղի ժամանակի կորուստա, համ այդ պահին արածը, համ դրանից առաջվա արածը։ Ուրեմն այսօր այս ալկովի դեմի մասն եմ հավաքելու, հիմնական այս կարկասային հատվածը, մնացածը մչի այդ մանր լցելը կմնա հետո, թե մի ամսից կստացվի 2 շաբաթից, թե մյուս տարի, չգիտեմ, այսօր գնացինք այս անենք ու հետո պետք է մեր Երևան, չգիտեմ հասկացցնի։ Դե ինչ, այս անգամ համար այսքանը։ Չմոռանաք բաժանորդագրվել, սեղմել հավանելու եւ զանգի կոճակը, եթե ունեք հարցեր, գրեք կոմենտներում, մեծ սիրով կպատասխանեմ, եւ ինչպես խոստացել է այս անգամվա վիդեոյի ֆորմատը ավելի երկար էր, կոմենտներում գրեք արդյոք այսպես երկար լավ էր թե ոչ, լավ մնացեք, տեսնվենք շուտով։